Պրոբացիոն ծառայության մասին արդեն մեր երկրում վաղուց է խոսվում։ Այս խնդիրը արձանագրված է Հանրապետության նախագահի 2012 թվականի դատաիրավական բարեփոխումների 12-16 թվականների ծրագիրը հաստատելու մասին համապատասխան կարգադրությամբ, ինչպես նաև Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում պրոբացիոն ծառայությունը ևս արձանագրված է որպես կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը։ Պրոբացիոն ծառայությունը, եթե մենք ընդհանուր ձևակերպման փորձենք տալ, դա այն ծառայությունն է, որը կազմակերպում իրականացնում է հսկողություն է իրականացնում ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների, քրեական պատիժների իրականացման նկատմամբ։ Պրոբացիոն ծառայության եւ ինստիտուտի եւ դրա օգուտների մասին բազմաթիվ անգամ տարբեր ֆորմատներով եւ տարբեր քննարկումների ժամանակ խոսվել է, բայց պիտի ասեմ, որ մենք հենց այս օրերին, մասնավորապես այս շաբաթ, մի կարևոր փուլի առջև ենք կանգնել, ամենայն հավանականությամբ կառավարությունը մոտորերս կհաստատի պրոբացիոն ծառայության գործունեության ստեղծման վերաբերյալ մի կարևոր սկզբունքային փաստաթուղթ, հայեցակարգը, որը հիմք է հանդիսանալու հետագայում օրենսդրական համապատասխան բազան ձևավորելու համար եւ հետագայում նաեւ ծառայությունը ստեղծելու համար։ Ես կարծում եմ, որ պրոբացիոն ծառայությունը կարևոր քայլ կլինի մեր երկրում քրեական արդարադատության իրականացման քրեական արդարադատության արդյունավետության բարձրացման տեսակետից եւ ամենայն հավանականությամբ մենք մինչեւ տարվա վերջ բոլոր կազմակերպական աշխատանքները կիրականացնենք, որպեսզի 2016 թվականի սկզբին մեր երկրում արդեն ունենանք այս ծառայությունը։ Պրոբացիոն ծառայության ներդրման հետ կապված բազմաթիվ հետազոտություններ իրականացվել, այդ թվում նաև այս հետազոտությունը, որի վերաբերյալ մենք այսօր քննարկումներ կունենանք, պրոբացիոն ծառայությունը մի գլխավոր ուրեմն նպատակ եւ խնդիր ունի իր առջև դրված, դա քրեական պատիժների ազատազրկման հետ չկապված քրեական պատիժների իրականացման խնդիրներն են, ինչը պրոբացիոն ծառայության միջոցով շատ ավելի արդյունավետ է դարձնում այս ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը, որովհետև բացի բուն պատժի հասկացությունից, նաև մենք դատապարտյալների մասով էական մի կարևորագույն խնդիր ունենք, դա վերասոցիալիզացիան է դատապարտյալների, այսինքն հասարակությանը համապատասխան ուրեմն քրեական հետապնդումից եւ քրեական բաժից հետո հասարակությանը սահուն ինտեգրվելու եւ հասարակության լիարժեք անդամ դառնալու խնդիրը։ Ահա պրոբացիոն ծառայությունը բոլոր այն դատապարտյալների մասով, որոնք կրում են ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակ կամ որոնք ազատազրկումից հետո ուրեմն դուրս են գալիս դեպի հասարակություն, կարևորագույն խնդիրը սրանց այս անձանց վերասոցիալիզացիայի խնդիրը։ Բացի դա զուտ տնտեսագիտական տեսակետից, ֆինանսական տեսակետից պրոբացիոն ծառայության ստեղծումը նաև պետական միջոցների խնայողության կբերի, որովհետև պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ դատապարտյալ անձի եւ մեկ անձի, որը գտնվում է պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո, ծախսերը պատիկ անգամ տարբերվում են, մոտավորապես 10 անգամ առնվազն պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո գտնվող անձի պահպանման ծախսերը ավելի քիչ են, քան այն ծախսերը, որը պետությունը կատարում է մեկ դատապարտյալի համար։ Եվ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք այս ծառայությունը պետք է լուծի։ Մենք այդ ուղղությամբ եւս որոշակի ծրագրեր ենք մշակել եւ համապատասխան հայեցակարգի ընդունվելուց հետո եւ համապատասխան օրենսդրական փաստաթղթերի ձևակերպումից հետո բնականաբար մենք պիտի այն կադրային բազան, որը հետագայում համալրելու է այս ծառայությունը, պետք է համապատասխան ուսումնական դասընթացներ անցնեն այդ մարդիկ, վերապատրաստեն այդ մարդիկ, որպեսզի կարողանան ծառայությունում լիարժեք ուրեմն գործարկեն իրենց հմտությունները եւ ուժերը։ Ինչ վերաբերում է կադրային ֆինանսական հնարավորություններին, պետությունը որոշում ունի քաղաքական թե կառավարության որոշման մակարդակով, թե հանրապետության նախագահի հրամանագրի մակարդակով ստեղծելու այս ծառայությունը, սա նշանակում է, որ համապատասխան ռեսուրսներ անհրաժեշտ պահին սրա համար հատկացվելու են։ Պրոբացիոն ծառայության գործառույթները վերաբերում են ոչ միայն պենիտենցիար եւ հետպենիտենցիար շրջանին, նաեւ պրոբացիոն ծառայությունը աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացնում է նաեւ խափանման միջոցների նկատմամբ հսկողությունը։ Եվ այո, պրոբացիոն ծառայության
կառավարության ստեղծման հիմնական նպատակներից մեկը նաև մենք արձանագրել ենք նաև խափանման միջոցների ավելի արդյունավետ համակարգ ունենալու համատեքստում, բնականաբար միայն պրոբացիոն ծառայության հետ կապված չէ այս հարցը, մի շարք խնդիրներ կան, մասնավորապես օրենսդրական լուծումներ եւ քրեադատավարական նոր օրենսգիրքը, որի նախագիծը ներկայումս քննարկումների փուլում է, հիմքը պետք է դնի այս խնդիրների լուծման, մասնավորապես խափանման այլընտրանքային միջոցների ստեղծման հնարավորությունը պիտի քննարկվի այս օրենսգրքի մշակման ընթացքում, ինչպես նաև այլընտրանքային միջոցների մի համադրելի կիրառման, այսինքն մի քանի այլընտրանքային միջոցներ համատեղ կիրառելու հնարավորությունը, ինչը մեր դատարաններին եւ քրեական հետապնդման մարմիններին հնարավորություն կտա կարողանանք եկող տարի արդեն ունենալ պրոբացիոն ծառայություն, ես կարծում եմ, որ այս ինստիտուցիոնալ հիմքը եւ օրենսդրական հիմքը հնարավորություն կտա, որպեսզի մենք կալանքից որպես խափանման միջոց մի փոքր ավելի հեռանանք, նկատի ունենալով, որ ոչ միշտ է, որ սա արդյունավետ է որպես խափանման միջոց։ Առանց դատական իշխանության անկախության չի կարող ապահովել այս նման ծառայությունների ուրեմն արդյունավետությունը, որ ինչու համար։ Սա պետք է հասկանալ, որտեղ անձը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, նախաքննության փուլում է կամ արդեն տեղափոխվում, նույնիսկ 4 փուլերից, հա, մին առաջին ունենք նույնիսկ վերցնում, երբ որ պետք է կիրառվի խափանման միջոցը եւ պետք է քննարկվի խափանման միջոցը, դա շատ բանով կախված է դատարանի, չէ՞, վերաբերմունքից։ Իսկ դատարանի վերաբերմունքը արտահայտելուց պետք է լինի անկախ։ Ոչ թե գործադիրի, ուրեմն կամքից կախված լինի։ Այն պրակտիկան, որ հիմա կա, որպես կանոն խափանման միջոցը կիրառվում է կալանքը, եւ դա պայմանավորված է ոչ թե արդարադատությամբ, այլ պայմանավորված է նպատակահարմարությամբ, եւ այդ նպատակահարմարությունը որոշվում է կամ դատախազությունում, կամ Բաղրամյան 26-ում, նայած թե քաղաքական կամ ոչ քաղաքական կամ տնտեսական ինչ-որ բնույթի, հա, հանցագործության մեջ է մարդը ուրեմն մեղադրվում։ Եվ այս տեսակից պրոբացիոն ծառայություն իրականացնողը, եթե նույնիսկ ունիվերսալ, հա, մասնագետներ են եւ այդ ռեպորտները եւ այլն, նա ինչ պետք է անի, եթե դատարանը իր վճռում, ասենք թե որոշման մեջ արի ճիշտ, սկսած այդ խափանման միջոցի կիրառման ժամանակ, արդեն իսկ պայմանավորվում է այդ որոշումը ոչ թե հանգամանքներով, այլ հրահանգներով։